Գնացել էի ժամադրության յախտաներ վաճառողի հետ ու ահա թե ինչ սովորեցի։ Անսահման շահութաբեր աշխատանք է, ասեց, որ կարող ես 1 վաճառք անել տարվա ընթացքում եւ այդ գումարը քեզ հերիքի 1 տարի արխային ապրելու համար։ Ավելի դժվար է վաճառել փոքր յախտա, քան չափերով մեծ ու թանկանոց յախտա։ Քանի որ փոքրի դեպքում հավանաբար դա իրենց առաջին յախտան է, այսինքն պետք է ավելի երկար համոզես, իրենք երկար մտածեն, արդյոք պատրաստ են այդ քայլին գնան, թե ոչ։ Իսկ մեծի դեպքում իրենք արդեն այդ ճանապարհն անցել են, ասում են լավ, դե փողը տամ առնեմ։ Հիմնականում բրոկերը հենց ինքն է գտնում գնորդին, այլ ոչ թե հակառակը։ Իհարկե կարող ես գնալ օնլայն գտնել տարբեր կայքերից, բայց այս դեպքում կապերով են իրար գտնում։ Ինչ որ մեկը խորհուրդ է տալիս, ասում է, այս մարդու մոտից գնել եմ։ Ինքը ասեց առիթը բաց չի թողնում ու բոլոր հարսանիքներին, մկրտություններին, փարթիներին, որտեղ որ հարուստներ կան, գնում է եւ իրան ներկայացնում է։ Ամեն դեպքում հավես է շատ է ժամադրությունը, որտեվ լիքը բան սովորեցի։ Իսկ երկրորդ ժամադրության կգնամ թե չէ, այդ արդեն ընկերներս կիմանան։